Անհասկանալի քիմիա կա հիմա Բաքվի ու Թբիլիսիի միջև։ Ալիևը վերջին հրապարակային հայտարարություններում արհեստականորեն կենտրոնանում է Վրաստանի հետ հարաբերությունների վրա, շեշտում երկրների առաջատար դերը տարածաշրջանում։ Իր հրավիրած համաժողովում էլ լաչ ու ձախ մեղադրանքներ հնչեցնելուց, հին ու նոր միջնորդներին վատաբանելուց հետո շեշտեց, թե համագործակցության հիմնական բեռը պետք է վերցնեն Հարավային Կովկասի դերակատար երկրները՝ Ադրբեջանը եւ Վրաստանը։ Ճուշացավ նաև վրացական արձագանքը, այդ երկրի արտգործնախարարը ասաց, թե պատրաստ են ներդրում ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Վրաստանը եւ Թբիլիսին միշտ եղել են ու լինելու են այն վայրը, որտեղ երկու կողմերը, Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են գալ, Վրաստանը կարող են օգտագործել որպես երկխոսության վայր եւ վրացական կողմը միշտ կաջակցի այս գործընթացին՝ իշահ տարածաշրջանում վերջնական կայուն խաղաղության հաստատման։ Ռազմավարական հարաբերություններ ունեն այս երկրները արդեն 2 տասնամյակ։ Նաև Բաքվի տնտեսական ազդեցությունն է մեծ Թբիլիսիի վրա։ Բայց մեր օրերում Արևմուտք-Վրաստան լուրջ կոնֆլիկտը իրավիճակին նոր թափ է հաղորդել։ Վրաստանը որքան հեռանում է արևմուտքից, այնքան մոտենում է տարածաշրջանային ավտորիտար պետություններին։ Բաքուն չի կարող առիթը բաց թողնել։ Մի կողմից արևմուտքին է հանում տարածաշրջանից, մյուս կողմից Հայաստանին տարածաշրջանային խաղից։ Ինչքան վատանան, ինչքան ճգնաժամի մեջ լինեն Վրաստան-արևմուտք հարաբերությունները, այնքան դրանից Ադրբեջանը օգտվելու է, Թուրքիան օգտվելու է եւ այնքան ավելի բացասական միջավայր է ստեղծվելու Հայաստանի համար, քանի որ Հայաստանը փորձում է արևմուտքի հետ հարաբերությունները ակտիվ պահել, ԵՄ-ի հետ հարաբերությունները նոր ձևաչափի բերի, նոր խորություն տա, բայց հստակ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները չեն կարող կախված չլինեն Վրաստան-ԵՄ հարաբերություններից։ Վրաստանն ամեն դեպքում փորձում է պահել կողմերին հավասար աջակցող հարևանի իր դերը։ Այդ դեպքում ինչու էր պարբերաբար բոյկոտում 3 գումարած 3 հարթակը։ Այդտեղ ինքն իր պատճառներն ուներ, ամուր կապերը արևմուտքի հետ ու հակառուսական տրամադրությունները, հիշեցնում է Վրաստանի հարցերի փորձագետը։ Բայց նաև չի բացառում, թե պաշտոնական Թբիլիսին որևէ ձևաչափով, որևէ փուլում այդ հարթակ կգա։ Բայց Ալիևը այդ հարթակի հույսին չի մնում, դիվանագիտական կապերն է ամրացնում, մեկ նպատակ ունենալով՝ մեկուսացման մեջ պահել Հայաստանը։ Բաքուն շարունակում է այսօր աշխարհաքաղաքական տրամաբանությամբ աշխատել, եկուզ ի վնաս իրեն, բայց այնպես անել, որ Հայաստանը գործոն չլինի տարածաշրջանում։ Հայաստանը, որ խաղաղության խաչմերուկ է առաջարկել տարածաշրջանին ու փաստացի անտարբերություն ստացել, պետք է գործի քաղաքական ճակատում, թույլ չտալով թե դիվանագիտական ու թե տնտեսական մեկուսացում։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։